Եթե ուզում եք սկսեք ջիմում պարապել ու լավ մկանային աճ ունենալ, բայց չգիտեք որտեղից սկսեք, արեք հետևյալը. ամեն մկանային խումբը պարապացրեք շաբաթը 2-ից 3 անգամ։ Մարդկանց մեծ մասի համար շաբաթվա մեջ 3-4 օր պարապելը լրիվ հերիք է լավ արդյունքի համար։ Եթե ուզում եք անել 3 օր, ապա արեք full body, այսինքն ամեն պարապմունքին մարմնի բոլոր մկանները պարապացրեք։ Եթե ուզում եք անեք շաբաթը 4 օր, ապա արեք upper lower, այսինքն երկու պարապմունքը մարմնի վերևի կեսի մկանները, երկու պարապմունքը ոտք։ Պարապմունքներին միշտ արեք նույն վարժությունները, այսինքն օրինակ եթե անում եք full body, ձեր 3 օրն էլ պետքա նույնը լինի։ Եթե շատ եք ուզում, կարող եք փոխեք վարժությունների հերթականությունը, բայց միևնույնն է արեք նույն վարժությունները։ Եթե անում եք 3 օր full body, ապա ամեն մկանային խմբի համար ամեն պարապմունքին արեք 1-ից 3 սեթ, եթե անում եք upper lower, ապա 2-ից 4 սեթ։ Առհասարակ անկախ ծրագրամից շաբաթվա կտրվածքով ամեն մկանային խմբի համար 10 սեթը մի գերազանցեք։ Ամեն վարժության ամեն սեթը արեք 5-ից 8 կրկնություն, ծանր քաշերով ու բարձր ինտենսիվությամբ։ Ատկազի հասնել պետք չի, սեթը վերջացրեք 0-ից 1 կրկնություն մինչև ատկազ։ Ամեն պարապմունքին փորձեք կամ մի փոքր քաշ ավելացնեք, կամ ավել կրկնություն անեք անցածից։ Ամեն 1 կիլոգրամ մարմնի զանգվածի համար կերեք 1.6 գրամ սպիտակուց։ Ինչը վերաբերվում է կալորիաներին, մի լսեք այն մարդկանց, ովքեր ասում են ինչքան շատ ուտես, այնքան ավելի լավ մկաններդ կվերականգնվի։ Ինչքան շատ ուտես, այդքան ավելի շատ ճարպ կհավաքես։ Մաքսիմալ մկանային աճի համար զուտ կերեք այնքան կալորիա, որ քաշ չկորցնեք։ Եթե ուզում եք նաև մի արեք, փոքր կալորիական դեֆիցիտով սնվեք։ Առհասարակ փորձեք կալորիաների մեծ մասը ստանալ ածխաջրերից։ Ամեն գիշեր փորձեք գոնե 7 ժամ քնեք ու ցանկալի է քնել մինչև գիշերվա 12-ը։